Համբուրգի նախարարական խորհրդի ամենաուշագրավ դրվագներից մեկն են Լավրովն ու Քերին ոչ պաշտոնական ձևաչափով քննարկում են ամենակարևոր հարցերը։ Երկու դիվանագետները ֆրանսիացի գործընկերոջ հետ նույն օրը որպես Մինսկի խմբի եռանախագահներ հրապարակեցին Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ հայտարարություն, որի ձևակերպումներն ու շեշտադրումները լուրջ խնդիրներ են առաջացնում գրեթե ամեն օր ուժով սպառնացող Ադրբեջանի նախագահի համար։ Ապրիլին շփման գծում տեղի ունեցած էսկալացիայի առիթով մտահոգություն ենք հայտնում շարունակվող միջադեպերի կապակցությամբ, որոնք ընթանում են ծանր զինատեսակների կիրառմամբ։ Խստորեն դատապարտում ենք ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը։ Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի եւ մահերի ու վիրավորումների համար որևէ արդարացում լինել չի կարող։ Ում է սա ուղղված։ Հայաստանի իմ ելույթի մեջ էլ ես դրա մասին կոչ անում։ Ում են ուղղված մնացած այդ կոչերը։ Իմ ելույթի մեջ էլ ես նորից ասում էի, որ պետք է իհարկե բացառվի ուժի կիրառումը։ Լավրով-Քերի-Էյրո հայտարարությունը ընդգծում է, որ անհրաժեշտ է խստորեն հետևել 94-95 թվականների հրադադարի համաձայնագրերին, շեշտելով, որ դրանք ռազմական գործողությունները դադարեցնելու հիմքն են։ Ապրիլից հետո Ադրբեջանը փորձում էր հրադադարի եռակողմ ու գրավոր համաձայնագիրը փոխարինել ապրիլին կրակի դադարեցման մասին երկկողմ ու բանավոր պայմանավորվածությամբ։ Բաքուն նույնիսկ այս պահանջով նամակներ էր ուղարկել Նյու Յորք եւ Վիեննա, չստացվեց։ Ի պատասխան Ադրբեջանի փորձերին հարցականի տակ դնել, որ այս երակոմ անժամկետ համաձայնագրերը ուժի մեջ են գտնվում, երանախագահող երկրները ասեցին ոչ, այս պայմանագրերը, այս համաձայնագրերը ուժի մեջ են եւ պետք է անխտիր դրանք կատարել։ Այս անգամ եւս մեկ անգամ, ոնց որ ասում են, մատնանշեցին։ Երանախագահները նաև պնդում են, որ անհրաժեշտ է իրականացնել Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, որոնք չեղարկելու համար Բաքուն աշխատում է արդեն կես տարի։ Բաքվին եւ Երևանին կոչ ենք անում հարգել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները եւ վերացնել ԵԱՀԿ անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողություններն ավելացնելու բոլոր խոչընդոտները, ապահովել ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմների ներդրման առաջարկի առաջընթացը։ Նալբանդյանը Համբուրգում ի վերջո հանդիպեց Ադրբեջանի արտգործնախարարի հետ։ Մամեդյարովը պնդում է, որ հետաքննության մեխանիզմները պետք է կիրառվեն կարգավորումից հետո, բայց այդ դեպքում անհասկանալի է դրանց իմաստը։ Սա ոչ միայն Հայաստանի, այլև համանախագահների կարծիքն է։ Ամբողջ աշխարհը մի բան է խոսում, իրանք ուրիշ ձևի են հասկանում եք ծուր հալիների ինչ որ մի թակավորություն են ապրում, մյուսներն էլ փորձում են պարտադրել ինչ որ իրենց տեսակետները։ Համանախագահները ընդգծել են նաև ԵԱՀԿ դիտորդների կարողության ընդլայնման կարևորությունը։ Բաքուն սրան էլ է դեմ։ Համանախագահ Ռուսաստանի արտգործնախարարը բացել է փակագծերը։ Խոսելով Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների, դրանք ԵԱՀԿ փաստաթղթերում ներառելու մասին, Ադրբեջանը համաձայնություն չի տալիս։ Да, мы считаем, что эти договоренности должны быть закреплены в решениях ОБСЕ. Այո, մենք գտնում ենք, որ այդ պայմանավորվածությունները պետք է ամրագրվեն նաև ԵԱՀԿ որոշումներում, բայց դրա համար անհրաժեշտ է կոնսենսուս։ Միաձայն համաձայնություն կա դիտորդների քանակի ավելացման շուրջ, բայց չկա համաձայնություն նրանց տեղակայման վայրի հարցում։ Ես, ինչպես եւ ուրիշները, կարծում ենք, որ դիտորդները պետք է տեղակայվեն շփման գծում, բայց կրկնում եմ, միաձայն համաձայնության հասնել դեռ չի հաջողվում։ Консенсуса не получается. Ուշագրավ է, որ Ադրբեջանի դիրքորոշմանը Համբուրգում դեմ են արտահայտվել ոչ միայն Ռուսաստանը, Միացյալ Նահանգները եւ Ֆրանսիան որպես եռանախագահներ, այլև ամբողջ Եվրամիությունը։ Եվրամիությունը կոչ է անում շարունակել քննարկումները Մինսկի խմբի համանախագահների առաջարկների հիման վրա։ Մենք առ այսօր հուսով ենք, որ կյանքի կկոչվեն Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունները։ Հայաստանի արտգործնախարարն էլ գործընկերներին բացատրել է, ապրիլին Բաքուն իրականացրել է ռազմական հանցագործություններ ու հիմա էլ փորձում է չեղարկել համաձայնությունները, որ ունենա ռազմական ակտիվություն ցուցաբերելու հնարավորություն։ Երբ ԵԱՀԿ անդամ երկրները դատապարտում էին իսլամական պետության անմարդկային ոճրագործությունները, շատերը չէին կարող պատկերացնել, որ նույն հանցագործությունները կկատարի նաև ԵԱՀԿ անդամ Ադրբեջանը։ Այս ամենը Բաքվի քաղաքականության շարունակությունն էր, ինչի մասին մենք բազմիցս զգուշացրել էինք նաև այս ամբիոնից։ Դատելով եռանախագահների հայտարարությունից զգուշացումները տեղ են հասել, բայց հրապարակավ ձևակերպումներում համանախագահներն Ադրբեջանին ուղղակիորեն չեն դիմում։ Պնդում են, որ իրենք միջնորդ են եւ տեքստից արդեն ակնհայտ է, թե ում մասին է խոսքը։ Բացի այդ, համանախագահները նաեւ կոչ են անում հետաքննության մեխանիզմների ներդրման եւ մյուս պայմանավորվածությունների իրականացմանը զուգահեռ վերսկսել բանակցությունները։ Հայաստանի քաղաքական ուժերը սրան դեմ են։ Եթե որևէ քայլեր չի կատարում եւ չկա որևէ համաձայնություն եւ որևէ փաստեր մենք չենք արձանագրում, ինչ է նշանակում զուգահեռ։ Պայմանավորվածությունները կատարվեն, հետո նոր հնարավոր լինի քայլ առ քայլ գնալ առաջ։
մենք ասում ենք, որ խնդիրը կայանում է նրանում, որ եթե ես այդ մեխանիզմները առանց ներդնելու բանակցություն սեղանի շուրջն եմ նստում, դա որևէ օգտակար բան չի տա։ Արտգործնախարարը նույնպես չբացառելով հանդիպումներ ընդգծում է ստեղծված իրավիճակում պետք է աշխատել, որ բանակցություններն իմաստ ունենան։ Այս պահին Ալիևը խոսում է ուժից, ամբողջ աշխարհի ցուցաբերած անտարբերությունից ու հակամարտության ամբողջ տրամաբանությունը հասկանում է յուրովի։ Այս իմաստով Համբուրգում եռանախագահների հայտարարությունը Ադրբեջանին բանակցության էության մասին հիշեցնելու ևս մեկ փորձ էր։